որը շարունակ համացանցում քննարկվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա արած ֆեյսբուքյան հրապարակումները եկեղեցու, վեհապարի և սպասավորների նկատմամբ։ Այսօր նա հերթական անգամ ֆեյսբուքյան էջում գրառմամբ է հանդես եկել։ Հայաստանյան Ծառայելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։ Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ ադրբեջանական կամ թուրքական փաստարկ են օգտագործում որպես իրենց աղտեղությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց։ Այս մեթոդն օգտագործողներն, այդ թվում արտաքին ուժերին, հնարավորություն են տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել և Հայաստանյան Ծառայելական Սուրբ Եկեղեցին պահել փակուղու մեջ, ինչպես այսօր է։ Հայաստանի և Հայաստանյան Ծառայելական Սուրբ Եկեղեցու արևշատությունը չցանկացող ցանկացած ուժի համար նվեր են մեր եկեղեցու սրբությունները պղծած Կտրիչ Ներսիսյանը և նրա նման մեղավորները։ Ոմանք հանդես են գալիս Կտրիչ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից։ Ի՞նչն եք պաշտպանում, ում եք պաշտպանում, սուտը, կեղծիքը, պղծությունը։ Այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ և դուք շանս չունեք։ Հայաստանյան Ծառայելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։ Շատերն ուզում են հիմնավորել, թե ես նոր կաթողիկոսի թեկնածու ունեմ։ Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, կաթողիկոսի նկարագիր ունեմ։ Մարդով հավատում է Աստծուն, մարդով Հիսուս Քրիստոսի հետևորդ է և ոչ թե խարդախ վաշխառու, մարդով ծառայում է եկեղեցուն, բարեպաշտ հոգևորական է և ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ, և մենք ունենալու ենք բարեպաշտ և աստվածավախ կաթողիկոս, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Հավելենք նաև, որ օրեր առաջ վեհապարը ժամանում էր Հայաստան։ Մի ողջ բազմություն գնացել էր օդանավակայան նրան դիմավորելու։ Վեհապարը կոչ է արել աղոթքի միջոցով փորձել լուծել այս հարցը, որպեսզի Հայաստանը դուրս գա այս ցավալի վիճակից։ Հավելենք նաև, որ հայ հայտնիներից շատերն են անդրադառնում Նիկոլ Փաշինյանին նրա հնչեցրած արտահայտություններին, նշելով, որ վարչապետին հարիր չէ։ Դերասանուհի Նարինե Մկրտումյանը 324 News-ի տաղավարում հարցազրույցով է հանդես եկել, ով ևս խոսել է տվյալ թեմայի մասին։ Նարինեն իր խոսքում նշել է. «Երկրի ղեկավարն իրավունք չունի այդպես գրել։ Անկիրթ ու տգետ մարդկանց ես տանել չեմ կարողանում»։ Այդպիսով դերասանուհին ևս քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, գրառումներն ու վերաբերմունքը եկեղեցու և սպասավորի նկատմամբ։ Նարինեն իր խոսքում նշել է. «Մենք միասնական չենք, դրա համար էլ այս վիճակում ենք։ Պետք է մեկ ուժ, որի շուրջ պետք է համախմբվենք։ Միայն այդպես կարող ենք այս հարցին լուծում տալ։ Ես չեմ պատկերացնում, որ կարելի է եկեղեցուն անպատվել, չեմ պատկերացնում, որ կարելի է եկեղեցականին անպատվել։ Բաներ կան, որ չի կարելի։ Չի կարելի քրիստոնեությունն առաջին ընդունած ժողովրդի, եկեղեցու սպասավորին, իլուր աշխարհի այդպես վիրավորել։ Ներկայացնում ենք նաև երգչուհի Շպրոտի անկեղծ խոստովանությունը վարչապետի հրապարակումների վերաբերյալ։ Երբ որ ասում եք եկեղեցին այսօր դարձել է ու վատ բառ, հա։ Եկեղեցին, եկեղեցի, արի ու մնա։ Ինքը Հիսուս Քրիստոսի սուրբ մարմինն է։ Մարդիկ, եկեղեցու մարդիկ, իրանք մեղավոր մարդիկ են։ Հա, եկեղեցու անդամը, ինքը գալիս է եկեղեցի, որպեսզի մաքրվի։ Հիսուս չեկավ արդարների համար, Հիսուս եկավ մեղավորների համար։ Այդ սուրբ մարմնին, այդ բառը, երբ որ ասում եք այսօր եկեղեցին փչացեք, դուք իրավունք չունեք նման բան ասեք։ Դա շատ մեծ մեղք է։ Դու կարաս ասես, որ այս անձնավորությունը ոնց որ թե մեղքի մեջ է, չնայած մենք չենք դատում, չէ, Աստված գիտի ով ինչ մեղքի մեջ է, բայց դու կարաս ասես, որ չգիտեմ, այս քահանան օրինակ չես կարա, բայց ասենք թե ասես այս քահանան լավ չի աշխատում, իր գործը լավ չի անում, դու չես կարա ասես եկեղեցին լավ չի աշխատում։ Դու կարաս ասես այս անձնավորությունը չի պահում Աստծո պատվիրանը, բայց դու չես կարա ասես համատարած կոմենտների մեջ այսօր եկեղեցին փչացել է, դարձել է եսիմ ինչ։ Նամանավանդ երբ որ դու երկրի ղեկավար ես, դու գոնե պիտի իմանաս այդ տգետ ուրիշ բառ չկա, որ եկեղեցին դա Հիսուս Քրիստոսի սուրբ մաքուր մարմինն է, որտեղ մենք մեղավորներս գնում ենք, ապաշխարում ենք եւ մաքրվում ենք, եւ ամեն անգամ ապաշխարելով process է դա, դու ամեն անգամ մի քիչ պուճուր մաքրվում ես ու մոտենում ես Տիրոջը։ Եկեղեցին սուրբ է, որտեղ Հիսուսի արյունն է թափվել։ Մենք այդտեղ հաղորդություն ենք ընդունում։
մենք հաղորդակցվում ենք Հիսուսի մարմնի եւ արյան հետ, այդ սուրբ տաճարում դու նման արտահայտություն չես կարող անես։ Ու մի բան կարամ ասեմ, այն մարդիկ, ովքեր ես չգիտեմ հիմա ովքեր են նայում, այն մարդիկ, ովքեր այս վիդեոների տակ ծափեր են դրել եւ գրել են, ճիշտ է ասում, ամոթ ձեզ։ Ամոթ, որ դուք տագետ եք, որ դուք չգիտեք ձեր պապերը ինչի համար են պայքարել։ Վերցրեք Աստվածաշունչը կարդացեք սրբերի գրականության հետ միասին, որ հասկանաք ինչի մասին է Աստվածաշունչը, կտակարանը, որ հասկանաք թե առաքյալները մեզ ինչ են սովորացրել, որ հետո նոր կոմենտ գրեք, ասեք ճիշտ է ասում։ Ամոթ քեզ հայ ժողովուրդ, որ դու համաձայն ես այս անտիխրիստի հետ, ամոթ, հիասթափված եմ քեզանից։ Եկել եմ նկարահանման վայր, պարզվեց ամբողջ նկարահանման անձնակազմաշոկի մեջ, բոլորը քրիստոնյա են, մեծամասնությունը առաքելական եկեղեցուց են, եւ շվարած նստել ենք, որ գիտենք, որ մենք մեզ պետք է քրիստոնյային վայել, հա, պահենք, Քրիստոս ոնց կվարվեր, եւ մեր պապերը ոնց են վարվել թշնամու հետ, եւ թշնամին մտել է մեր երկիր, եւ փորձել է մեր սրբությունները մեր ձեռքից վերցնի, մենք թշնամուն ինչ ենք արել։ Մինիմալ լարել ենք, մորթել ենք, եթե կարացել ենք, հա, այսինքն եթե սրբությանդ կպնում են, ընտանիք, երբ որ վտանգը արդեն եկե հասել է քեզ, ու ինչ ես անում, պաշտպանվում ես զենքով։ Ես ասում եմ, սա Աստծո շնորհքն է, որ այդ մարդը դեռ ինքը շնչում է։ Եվ իմ երկիրը կրակներ չի թափում երկնքից։ Երկրի ղեկավարի նման արտահայտությունները կարան անեծք բերեն պրոստը մեր երկրի վրա։ Հասկանում եք, պատիժ, այդ Աստծո շնորհքն է, որ այսքան հələ այդքան չենք պատժվել, հա, սենց ասեմ, պատժվել ենք, բայց հələ ունենք հող, հələ ունենք սահման։ Բայց իմ պապերը թշնամու հետ ոնց են վարվել։ Գրեք մի հատ կոմենտներում մեր պապերը, երբ որ թշնամին եկել է մեր սրբությունները, մտել է մեր եկեղեցիները, ինչ են արել, քահանայից, մանուկից, զինվորից բռնած, ինչ են արել, լոմով լարել են, եթե զենք չեն ունեցել։ Բայց այսօր այս մարդը եկել է իմ սրբություններին է կպնում, ես իրան ինչ եմ անում հիմա։ Տակը ծափեր եմ դնում, ասում եմ ապրես, ճիշտ ես ասում։ Դուք հասկանում եք, մենք ուր ենք հասել։ Որ եկել են քո սրբությանը կպնում են, կապ չունի, որ ինքը ազգությամբ հայ է, հեչ կապ չունի։ Ինքը քո սրբությանը կպել է, դու տակը ծափեր ես դնում, բայց քո պապը դրա համար պայքարել է, լարել է թշնամուն։ Լոմով։ Հիմա այս մարդը ազգությամբ ասում են հայ է։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր իրա կողքն են, իրան շատ իրա նման են մտածում, համակարծիք են։ Այսինքն այս մարդիկ թշնամի դարձան մեզ, լինելով հայ, իմ համար է շատ ցավոտ է։ Պատիժը ձեզ երկնքից է գալու։ Մեկը գրել է, պետք է աղոթենք մեր թշնամիների համար։ Իհարկե մենք աղոթում ենք։ Բայց մեր պապերը մենակ չէին աղոթում։ Մեր պապերը լոմերով լարում էին իրանց։ Այդ լոմերով այդ նուրբ եմ ասում։ Ես կարդացել եմ Եղիշեն։ Եթե Աննա Հակոբյանը Եղիշե չի կարդացել, մի խորհուրդ եմ տալի Աննա Հակոբյանին, այդ Եղիշե կարդա, նայեք հոգևորականը ոնց էր թշնամին լարում են, այն թշնամուն, ով փորձում էր մտնել մեր եկեղեցի։ Երեխեքը ջահելները ոնց էին թշնամու հետ վերաբերվում։ Եղիշեի Վարդանանցի գրքի մեջ պրոստը մի հատ կարդացեք էլի։ Մի հատ տեսեք մենք թշնամին, ով որ մեր սրբություններին կպել է, մենք ոնց ենք վարվել։ Մենք գիտեք խի ենք խեղճանում, որ մեր միջից է։ Այն որ չգիտես ինչ անես։ Մեր միջից հելել է ու իմ սրբություններին է կպնում։ Ոնց որ թշնամիդ քո, ասենք, չգիտեմ, աղբերդ լինի, մամատ լինի, պապատ լինի, այն որ շվարել ես, չգիտես ինչ անես։